զեկույց եմ ուզում ներկայացնել սիրելի հայրենակիցներ։ Այսպես, Իսրայել-Իրան պատերազմը կընդլայնի Հայաստանի Հանրապետության անվտանգության խնդիրների շրջանակը, միգրացիոն ու այլ տեսակի վտանգի աղբյուր հանդիսացող խմբերի շարժերի կառավարման, տնտեսական, լոգիստիկ խնդիրների առաջացման, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման գործընթացը վտանգող ռիսկերի բազմազանեցման առումով։ Սրա հետ մեկտեղ Իրանում ընթացիկ ներքին գործընթացների կառավարման հարցում իսլամական համակարգի հաջողությունը ամենայն հավանականությամբ էական նշանակություն կունենա Մերձավոր Արևելքի և արտատարածաշրջանային դերակատարների կողմից առաջ մղվող օրակարգերի նյութականացման հարցում։ Ուշադրություն. Իրանում անկայունությունների աճն էլ ավելի կընդլայնի Հայաստանի անվտանգային ռիսկերը։ Սա ոչ Կրեմլի ագենտների, ոչ հիբրիդային պատերազմի հեղինակների, ոչ էլ ընդդիմադիր քաղաքական գործիչների խոսք է, պարոն Փաշինյան, սա ձեր կողմից ստեղծված արտաքին հետախուզական ծառայության 2026 թվականի զեկույցն է, մի հետախուզություն, որը դուք գովել եք, գովերքել եք և որի համար բյուջեից տարեկան մի քանի միլիարդ դրամի հատկացում է արվում։ Հարցս հետևյալն է, ի վերջո, ինձ հետաքրքիր է, որքան անլուրջ եք մոտեցել արտաքին հետախուզական ծառայության այս զեկույցին, նորից եմ ասում, ձեր կողմից ստեղծված, որ Իրան-Իսրայել-ԱՄՆ պատերազմի առաջին օրը անհոգ պեռաշկի էիք ուտում ձեր քարոզարշավային ավտոբուսում։ Շնորհակալ եմ։